տանց ասենք փառք մեր Տիրոջը, այս հրաշալի ժամերի համար, այս օրերի համար փառք Տիրոջը, այսօր առավոտը, որ պիտի գայինք պաշտամունքի, քուրիկներից մեկը զանգեց ու ասեց, առավոտը ասեցին ասկես վեր կացա աղոթքը անում, Տիրոջ ներկայությունը լսվել էր իմ սիրտը և 3 անգամ ներսից ձայն եկավ, ժամանակը քիչ է, ժամանակը քիչ է, ժամանակը քիչ է։ Եղբայրներ քույրեր, իրոք ժամանակը քիչ է։ Եվ մենք պետք է այսօր հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ ենք անում։ Վերջի շտկենք մեր ճանապարհները Աստծո առջև կանգնելու համար։ Մեր հոգևոր շինության համար ես ուզում եմ կարդալ Եսայի մարգարեության 48-րդ գլուխ 17 խոսքը։ Այսպես կսե Տերը, քո փրկիչդ, Իսրայելի Սուրբը, ես եմ քո Տեր Աստվածդ, որ քեզի օգտակար եղած է կսորվեցնեմ, ու քայլելու ճամփուդ մեջ քեզ կառաջնորդեմ։ Իրանի թե իմ պատվիրանքս մտի կնեիր, այն ատեն խաղաղությունը գետի պես, ու արդարությունը ձողուն ալիքներու պես պիտի լար։ Ուրեմն, այստեղ մենք կարդում ենք, որ այսպես ասում Տերը, քո փրկիչդ, Տերն է մեր փրկիչ, ուրիշ փրկիչ չունենք։ Ասում եմ, ես եմ քո Տեր Աստվածդ ու քեզի օգտակար եղած բաները կսորվեցնեմ։ Հետաքրքիր է, եղբայրներ քույրեր, այս կարդալուց միտքս սնգավ այս խոսքի վրա, քեզ օգտակար եղած բաները կսովորեցնեմ։ Եղբայրներ քույրեր, ինչ է սովորեցնում մեզ աշխարհը, ինչ է սովորեցնում մեզ այս կյանքի, այսօրվա առօրյա կյանքի փիլիսոփայությունը, ինչ է մեզ սովորեցնում մեր Տերը, Տերը ասում է, որ ես քեզ օգտակար բաներն եմ սովորացնում։ Հիմա հարց առաջանում, ինչն է օգտակար մեզ և ինչն է վնասակար մեզ։ Եղբայրներ քույրեր, եթե նայենք մարդկային չափանիշներով լրիվ ուրիշ է։ Մարդիկ, այս աշխարհի մարդիկ մեզ սովորեցնում են, որ մենք այս աշխարհի մեջ մեծանանք, հարստանանք, կառավարվենք, ինչքան հնարավոր է, որ մենք բարձրանանք այս աշխարհի մեջ, և այդ ճանապարհներն են մեզ սովորեցնում։ Բայց Տերը ինչ է մեզ սովորեցնում։ Տերը ասում է, ես քեզ օգտակար բաներն եմ սովորացնում։ Որն է մեզ օգտակար բանը, եղբայրներ քույրեր։ Չէ՞ որ ասենք մենք ի վերջո Աստծո առաջ պիտի կանգնենք։ Եվ ինչ ենք մենք սովորել այս երկրի վրա ապրելով։ Եվ ուր պիտի գնանք մենք, սիրելի եղբայրներ քույրեր։ Այսօր ամեն մի ծնող ինչ է սովորեցնում իր երեխային։ Կարծում է, որ ծնողը իր երեխայի համար լավ բաներն է սովորացնում։ Ոչ մի ծնողի մտքով չի անցնի, որ իր երեխային վատ բաներ սովորացնի։ Այսինքն լավն ու վատ բանը մի քիչ հարաբերական է։ Այսինքն ամեն մի ծնող սովորեցնում է աշխարհի մասին է խոսքը, որ ոնց անի, որ իր երեխան լավ սովորի կամ ասենք չգիտեմ իր ուզած ճանապարհներով գնա, ջանք չի խնայում դրա համար։ Տերն էլ ուզում է սովորացնի մեզ օգտակար բաները։ Ինչն է մեզ օգտակար և ինչն է մեզ վնասակար, սիրելի եղբայր և սիրելի քույրիկ։ Սաղմոս 25:8 խոսքում կարդում ենք, Սաղմոս 25:8, ես կարդամ այդ տեղը, Աստծո խոսքը մեզ այսպես է ասում, 25 Սաղմոս 8-րդ խոսքը,
Տերը բարի է, ուղիղ է, անոր համար մեղավորներուն կսորվեցնե ճամփան։ Ուրեմն Տերը բարի է եւ ուղիղ է, եւ մեղավորներին է սովորացնում իր ճամփան։ Այսինքն այդ օգտակար բաները ում է սովորացնում, ովքեր որ մեղավոր են իրեն ճանաչում։ Եթե դու այսօր քեզ մեղավոր ես ճանաչում, հասկանում ես, որ դու մեղավոր ես Աստծո առաջ, այսօր Տերը քեզ կարող է սովորացնել։ Ինչ կսովորացնի քեզ Տերը։ Տերը քեզ սովորացնում է օգտակար բաները։ Եղբայրներ քուրեր, բայց ո՞րն է այդ օգտակար բանը։ Օգտակար բանը նա է, որ այսօր դու մտնես Տիրոջ փառքի մեջ, որ այսօր դու մտնես Աստծո հանգստության մեջ։ Եվ վերջում է, երբ որ Տերը գա, ասի քեզ, ապրես բարի ու հավատարիմ ծառա, քիչ բաների մեջ հավատարիմ էիր, մեծ բաների վրա եմ քեզ կեցնում։ Ինչ ենք մենք այսօր սովորեցնում մեր երեխաներին։ Արդյոք մենք համաձայն ենք, որ Տերը մեզ սովորեցնի։ Մեզի նա սովորեցնում է միայն օգտակար բաները։ Իսկ օգտակարը նա, երբ որ վերջում է հաշվում, թե որն է օգտակար, որն է վնասակար։ Մենք տեսնում ենք այս մարդիկ, որոնք իրանց երեխաներին սովորեցրել են, ունենալ այս աշխարհի հարստությունը, փառքը, որքան մարդիկ ես գիտեմ, որ ամեն ինչ ունեին, ամեն բան ունեին եղբայրներ քուրերից երկրի վրա։ Ես չեմ կարող անունով ասեմ, բայց ես լավ ճանաչում եմ իրան, որ այսօր փախած այս երկրից եւ կորցրել է ամեն հարստություն ու իր փառքը։ Այսօր վախերի մեջ ապրում։ Ինչու՞։ Որովհետեւ նա թողեց Աստծուն։ Իհարկե անունով չթողեց, բայց իրականում թողեց։ Նա չէր ուզում Աստծո սովորեցրած բաները սովորացնել, օգտակար բաները չէր ուզում։ Իսկ որ նա օգտակար է, եղբայրներ քուրեր, մենք կարդում ենք Հովհաննես ավետարանի 6-րդ գլխի մեջ, երբ որ Հիսուսը հացը բազմացրեց, այդ ժողովուրդը սոված էին, ժողովրդի համար հացը բազմացրեց եւ անցած ծովի մյուս կողմը աշակերտները այդ ժողովուրդը Հիսուսի հետևից գնացին եւ նրանք ուզում էին գտնել Հիսուսին։ Ու երբ որ գտան Հիսուսին, Հիսուսը նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք։ Ուղղակի այդտեղը տանան է, որ այնտեղ գրվի 6-րդ գլուխ 26 խոսքից։ Դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որ այդ հացերից կերակ ու կշտացաք։ Գացեք գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, հապա այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի մեջ կմնա, որ Հայր Աստված ծանիկա կնքեց։ Գնացեք, գործեցեք։ Տերը մեզ սովորեցնում է, թե ինչի համար գործենք, որ կերակուրի համար գործենք, եղբայրներ քուրեր, ոչ թե կորստական կերակուրի համար, այլ այն կերակուրի համար, որ հավիտյան կմնա, որ Հայրն Աստված ծանիկա կնքեց։ Եղբայրներ քուրեր, այստեղ չի նշանակում, որ մենք պետք է չաշխատենք, մեր հացը պետք է չվաստակենք, Տերը ասում է, որ չի, Պողոս Առաքյանը որ չի աշխատում, թող շուտի էլ։ Ոչ, սա չի խոսում, որ մենք պետք է չաշխատենք, սպասենք, թե երկնքից հացը գրի։ Ոչ, այդ մասին չի խոսքը։ Հապա քո ներսում դու ինչ ծրագիր ունես, առաջի հերթին դու ինչ ես ուզում քո կյանքում, ինչ ես դու ցանկանում քո կյանքում, որ կերակուրն ես դու ցանկանում, որ հավիտենական կյանքի մեջ կմնա, թե այն կերակուրը, որ այսօր ժամանակավոր է։ Այսինքն քո ծրագիրը, քո նպատակը, քո գործելու իմաստը, հիմնական քո նպատակը ինչի համար է։ Այս կորստական կերակուրի համար է, որ քեզ այդ կերակուրը քեզ բարձրացնի, հարստանաս, փառավորվես,
Դու դրա համար ես աշխատում, թե անկիրակուրի համար, որ Տերը տալիս է ու հավիտյան կմնա, հավիտենական կյանքի մեջ կմնա։ Տեր Հիսուսը մեզ տալիս է երկնքից իջած կերակուրը, երկնքից իջած մանանան մեզ տալիս, որ մենք սնվենք այդ մանանայով։ Այսօր սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ, ինչ ես դու սովորեցնում քո երեխային։ Արդյոք դու սովորեցնում ես այն ճանապարհները, որ Տիրոջ ճանապարհներն են, թե դու սովորեցնում ես քո երեխային, որ բռնի այս աշխարհի բռնած ճանապարհը։ Բայց ճանապարհ կա, որ մարդուն շիտակ է թվում, ինչպես ասում է Առակաց 14-րդ գլխի մեջ։ Ճանապարհ կա, որ մարդուն շիտակ է թվում, բայց նրա վերջը մահվան ճանապարհը։ Եղբայրներ, քույրեր, որպեսզի մենք կարողանանք որն է օգտակար, որոշենք որն է օգտակար եւ որն է վնասակար, որպեսզի մենք դա կարողանանք որոշել, մենք այս բանով, այս մարդկային ուղեղով, մարդկային մտածելակերպով մենք լրիվ ուրիշ բան կորոշենք։ Իհարկե, մարդկային ուղեղով, մարդկային մտածելակերպով, մարդկային խորհուրդներով մենք դեպի մահը կգնանք։ Մարմնավոր խորհուրդը մահ է եւ Աստծո դեմ թշնամություն։ Այդպիսի բաները մենք սովորացնենք մեր երեխային, եւ մենք ուզենք այդպիսի բաներ սովորեցնել։ Բայց երբ որ մենք լցվենք հոգով, երբ որ Տերը մեզ օգնի, երբ որ մենք ճանաչենք մեր մեղավոր լինելը, այդ դեպքում Տերը մեզ կսովորեցնի մեր ճանապարհները։ Եղբայրներ, քույրեր, շատ հաճախ մարդիկ, երբ որ ասում են դու մեղավոր ես, մարդը ասում է, դե ինչ եմ արել, որ ես չեմ արել, ինչ եմ արել, ալալ աշխատանքով ապրել եմ, վերջը ասենք, ինչ եմ արել, որ մեղավոր եմ։ Իհարկե, մարդկանց պատկերացումը մեղքի մասին շատ այդպես բան է, արտաքնապես է, շատ դիլետանտ է մարդկանց պատկերացում մեղքի մասին։ Ինչ-որ բաներ չեմ արել, դրա համար ես մեղք չունեմ։ Բայց մարդը չի հասկանում, որ որն է իրական մեղքը։ Իրական մեղքը նա է, որ դու մերժում ես Աստծուն քո սրտի մեջ, որ դու չես բռնում այն ճանապարհը, որ Տերը տալիս է քեզ իր Որդու Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով։ Որ քո եւ Աստծո միջև առաջացել է պատնեշ, մեղքի պատճառով։ Դու կասկածում ես Աստծո վրա, Աստված կասկածում է քո վրա։ Դու կասկածում ես Աստծո խոսքի վրա։ Ոչ ոք չի մտածել, որ մեղքը նա է, որ ես այսօր Աստծո խոսքի վրա եմ կասկածում։ Որ ես Աստծո խոսքը ամբողջ սրտով չեմ կարողանում ընդունել, կասկածում եմ դրա վրա։ Եվ դրա համար Տերը, երբ որ մենք կարդում ենք Ծննդոց 2:16-ում, երբ որ այնտեղ ասում է, որ Աստված երբ որ դրախտը ստեղծեց, բոլոր ծառերը, Տերը այնտեղ Ադամին ասաց, բոլոր ծառերից համարձակ էր։ Համարձակ բառն չի համար ասում, համարձակ էր։ Որովհետև մարդը չի համարձակվում կյանքի ծառից ուտել։ Մարդը չի համարձակվում Քրիստոս կյանքի ճանապարհով գնալ, եղբայրներ, քույրեր։ Դրա համար ասում է, համարձակ էր։ Փորձիր ու կտեսնես, ընտրիր Տիրոջ ճանապարհը, սովորեցի, Տերը քեզ սովորեցնի, ինչպես է Տերը սովորացնում, եղբայրներ, քույրեր։ Ռոմիկ եղբայրը խոսեց ինչ-որ մեկի հիվանդության մասին, որ հիվանդացել էր, եղբայրներ, քույրեր, Տերը կարող է քեզ հիվանդության մեջ սովորացնի։ Եթե դու ուրիշ ձև չես սովորում, Տերը կարող է քեզ նեղության մեջ սովորեցնի։ Տերը կարող է քեզ հիվանդության մեջ սովորեցնի։ Տիրոջ սովորեցնելու ձևերը շատ տարբեր են։ Ինքը գիտի ինչպես քեզ սովորացնի։ Եթե մի ձևով դու չես հասկանում, մի հատ ուրիշ ձևով է քեզ բացատրում։ Ես որ աշակերտներ էի պարապում ժամանակին, 30 տարի աշակերտ եմ պարապել մաթեմատիկա, ֆիզիկա։ Երբ որ ասենք տեսնում եմ, որ ես մի ձևով չի հասկանում, մի ուրիշ ձևով էի փորձում բացատրել, որ հնարավոր լինի հասկանալ։ Տիրոջ ճանապարհները տարբեր են։ Նա քեզ օգտակար բաներ նա ուզում սովորացնի, վերջում որպեսզի Տերը գասի
ապրես բարի ու հավատարիմ ծառա, քիչ բաների մեջ հավատարիմ էիր, ես քեզ մեծ բաների վրա եմ կեցնում։ Ընդունենք Տիրոջ սովորեցրածը, ամեն օր Տերը մեզ սովորեցնում է, նա մեղավորին իր ճանապարհն է սովորացնում, բայց արդարների համար ինչի՞ չի ասում, ինչու արդարներին չի սովորեցնում, որտեղ արդարները սովորելու բան չունեն, նրանք կարիք չունեն սովորելու։ Ասենք դե ովքեր որ ասենք սովորել են, ավարտել են, մենք ասենք քննություն տալուց առաջ, երբ որ պետք քննություն տային, ինչքան էին չարչարվում, կարդում էին, անգամ գիշերները պատահում չէին քննում, որպեսզի հասցնեն քննություն տանք։ Եթե այս աշխարհի քննության համար մենք այդքան ժամանակ ենք տրամադրում, որ շատ մենք պետք է ավելի զգաստանանք մեր Տիրոջ տված բաները սովորելու։ Նա մեզ սովորեցնում է ոչ թե այս աշխարհի բաները, որ մենք վերջում կանգնենք այնպեսի մի փաստի առաջ, որ բացվի գրքերը եւ տեսնենք, որ այդ գրքերի մեջ չկա իմ անունը։ Տերը դա չի ուզում մեզ սովորեցնի։ Դա աշխարհն է քեզ սովորեցնում, որ դու աղքատանաս, զրկվես ամեն բանից, զրկվես Տիրոջ օրհնությունից։ Այսօր ինչքան մարդիկ են մեզ ճանաչում, որոնք Աստծուց հեռանալով նրանք ընկել են ծանր մեղքերի մեջ եւ ամեն ինչ կորցրել են եղբայրներ քուրեր։ Ընդունիր Տիրոջը, նայ տեստերը քեզ ինչ ա ուզում սովորեցնի։ Նա քեզ սովորեցնում է քեզ օգտակար բաները։ Դրա համար ասում է, որ դուք մի վախեցեք նրանից, որոնք մարմինը կսպանեն եւ անքի ավելի բան մնել չեն կարող։ Ապա դուք նրանից վախեցեք, որ մարմինն ու հոգին գեհենի մեջ կորցնի։ Դա է մեզ սովորեցնում։ Եվ ասում է, ձեզի իմ բարեկամներուս կսեմ։ Այդ խոսքերը Տերը իր բարեկամներին է ասում։ Իմ բարեկամներուս եմ ասում, որ դուք մի վախեցեք նրանից, որոնք մարմինը կսպանեն, Տերը դա մեզ է սովորեցնում։ Չէ՞ որ այդ մարմինները մեռած պիտի չմնան, այդ մարմինները հարություն պիտի առնեն։ Եվ այնպեսի հրաշալի մարմին պիտի ստանանք մենք, որ չի հիվանդանում, որ այդ մարմինը չի ծերանում, վիրուս, գրիպ, մրիպ չի ընդունում այդ մարմինը։ Այդպեսի մարմին է մեզի Տերը տալու։ Ուրեմն եղբայրներ քուրեր, Տերը մեզ ուզում է սովորեցնել, դու համաձայն ես դրան, եթե համաձայն ես, ընդունիր քո մեղքը, ընդունիր քո մեղավոր լինելը, դրա համար Տերը քեզ կսովորեցնի քեզ օգտակար բաները։ Ես ուզում եմ այդտեղ նորից կարդալ Եսայի մարգարության 48-րդ գլխի մեջ, այդտեղ նորից եմ ուզում կարդալ սիրելի եղբայրներ քուրեր, որ Տերը մեզ այսպես է ասում. Այսպես կսե Տերը, քո փրկիչը Իսրայելի Սուրբը, ես եմ քո Տեր Աստվածդ, որ քեզի օգտակար եղած բաները կսովորեցնեմ ու քայլելու ճամփուտ մեջ քեզ կառաջնորդեմ, Երանի թե իմ պատվիրանքս մտի կնեիր, այն ատեն քո խաղաղությունը գետի պես եւ քո արդարությունը ծովու ալիքներում պես պիտի լար։ Այո, Երանի թե իմ պատվիրանքներս բռնեիր, եղբայրներ քուրեր, այսօր եկեք նայենք թե Տերը ինչ է սովորեցնում մեզ իր գրքի միջոցով, Աստվածաշնչի միջոցով է սովորեցնում, երազների միջոցով է սովորեցնում, տեսիքների միջոցով է սովորեցնում։ Տերը ամեն կերպ մեզ սովորեցնում է, որպեսզի մենք բռնենք կյանքի ճամփան։ Եվ նա մեր առջև դրել է, ահա կյանքի ճամփան եւ մահվան ճանապարհը, կյանքի եւ մահվան ճանապարհները, ուրեմն կյանքը ընտրիր, որպեսզի ապրես։ Նա քեզ սովորեցնում է, որ դու ընտրես կյանքի ճամփան։ Եկեք ասենք փառք Տեր Հիսուսը։ Շնորհակալ լինենք, որ Տերը մեր ուսուցիչն է ասում, ուրիշ մեկին ուսուցիչ մի ասեք, ես եմ ձեր ուսուցիչը։ Դրա համար եղբայրներ քուրեր, օրինակ նայենք տեսեք, Հիսուսի հետևից շատ մարդիկ էին գնում։ Ղուկասի 14-ում կարդում են, շատերը գնացին Հիսուսի հետևից, բայց Հիսուս ասեց, ով որ ուզում է իմ աշակերտը լինի, թող իր անձը ուրանա, խաչը վերցնի եւ գա իմ հետևից։ Ուրիշ բանա գնալ Հիսուսի հետևից, ուրիշ բանա լինել աշակերտ։ Դրանք տարբեր բաներ են։ Այնքան մարդիկ էին գնում Հիսուսի հետևից,
բայց ոչ մեկը շատ քչերն են դառնում աշակերտ։ Նրանք, որոնք համաձայն են կրել խաչը, համաձայն են իրենց կյանքը մատնել մահվան։ Հիսուս ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ով որ ինձ կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Թող Աստված օրհնի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սովորենք Տիրոջ սովորեցրածները։ Սովորենք այն, ինչ Տերը մեզի սովորեցնում է։ Ուրիշ բաների հետևից չգնենք։ Առաջի հերթին մեր Տիրոջ խոսքերի վրա կանգ առնենք ու տեսնենք Տերը մեզ ինչ է սովորեցնում։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։ Սիրելի հոգի, առաջինը այսօր ուզում եմ քեզ ասել, ինչ ես դու սովորում, ումից ես դու սովորում, արդյոք Տերն է քեզ սովորեցնում, նա քեզ օգտակար բաներն է քեզ սովորեցնում, և երկրորդը, ինչ ես դու սովորեցնում քո երեխային, այսօր ծնողները երեխաների հետ կարող են երկար դասերը սովորեցնել, բայց Աստծո խոսքից շատ քիչ ժամանակ են տրամադրում կամ չեն տրամադրում, բայց որն է օգտակար բաները սովորեցրեք ձեր երեխաներին, առաջի հերթին, փառք Տիրոջ, աղոթենք եղբայրներ, քույրեր, որ Տերը մեզ սովորեցնում է, շնորհակալ ենք Տիրոջից, որ նա մեզ օգտակար բաներն է սովորացնում։